տարածքում, մասնարարպես Սիրիայում, Իրաքում, Եմենում տեղի ունեցող իրադարձությունները տարածաշրջանը շարունակում են պահել աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում։ Վերջին շրջանում, ինչպես գիտեք, առավել ակտիվ զարգացումներ էին ընթանում Սիրիայում։ 2016 թվականի վերջին Հալեբ քաղաքի ազատագրումը, ապա նաև սիրիական կառավարության եւ առանձին ընդդիմադիր խմբավորումների միջև կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումը որոշակի նոր փուլ բացեցին հակամարտության համար։ Դրան գումարված 2017 թվականի հունվարին Աստանայում ծավալված բանակցային գործընթացը Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջնորդությամբ։ Բայց մինչ սիրիական հակամարտությանը եւ մասնավորապես Աստանայի գործընթացին անդրադառնալը փորձեմ խոսել մեզ համար առավել կարևոր Հայաստանի Հանրապետության մերձավորարևելյան քաղաքականության օրակարգային մի շարք հարցերի մասին, որոնց շարքում իհարկե սիրիական հակամարտությունն առաջնային տեղ է գրավում։ Ինչպես գիտեք, սիրիական տեխնաժամը պաշտոնական Երևանին կանգնեցրեց հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու դժվարին խնդրի առջև, եւ այսօր արդեն հակամարտության մեկնարկից շուրջ 6 տարի անց կարող ենք փաստել, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն իրատեսական էր։ Մի կողմից Դամասկոսի հետ քաղաքական համագործակցության բարձր մակարդակը պահպանելու անհրաժեշտությունը հաշվի առնելով, մյուս կողմից էլ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ օգնություն տրամադրել մեր սիրիահայ հայրենակիցներին, Հայաստանի Հանրապետության նախագահը կամային որոշում կայացրեց պահպանել Հայաստանի դիվանագիտական առաքելությունները Սիրիայում եւ ինչպես գիտեք, Դամասկոսի Հայաստանի հյուպատոսությունը եւ Հալեպի Դամասկոսի դեսպանությունը եւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը շարունակեցին իրենց աշխատանքները պատերազմական դժվարին պայմաններում։ Ասեմ ավելին, Հալեպ քաղաքում Հայաստանի հյուպատոսությունը միակ դիվանագիտական առաքելությունն էր օտարերկրյա, որը շարունակեց իր գործունեությունը մինչև վերջ։ Սիրիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները պահելուց բացի Հայաստանը փորձում էր նաև իր ներդրումը ունենալ Սիրիայում մարդասիրական աղետի հաղթահարման ուղղված ջանքերում։ Մասնավորապես, ինչպես գիտեք, Հայաստանից 2 ինքնաթիռ մարդասիրական օգնություն է առաքվել Սիրիա, ոչ միայն սիրիահայերին, այլ նաև սիրիացի բարեկամ ժողովրդին օգնելու նպատակով։ Բացի այդ, այս տարիների ընթացքում Հայաստանը շուրջ 20,000 Սիրիայի փախստականներ է ընդունել, այսպիսով դառնալով բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ փախստականներ ընդունած 3-րդ երկիրը Եվրոպայում։ Անցած տարիներն ապացուցեցին նաև սիրիական հակամարտության հանդեպ Հայաստանի որդեգրած դիրքորոշման ճշմարտացիությունը։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ հակամարտության հետ առնչություն ունեցող կողմերը աստիճանաբար հակվում են նրան, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, քաղաքական բոլոր ուժերի միջև երկխոսության եւ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունքում, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե բոլոր հնարավոր միջոցներով փորձում էր պահպանել պաշտոնական Դամասկոսի հետ ունեցած քաղաքական կապերը։ Հիշեցնեմ, որ 2015 թվականին կայացավ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա, ավելի վաղ 2014-ին կայացել էր նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Սիրիա եւ այս այցերը իրոք խորհրդանշական նշանակություն ունեին թե Հայաստանի Հանրապետության դիրքորոշման արտահայտման եւ թե հետագա համագործակցության պատրաստակամության տեսանկյունից։ Եվ այսօր արդեն կարող ենք փաստել, որ սիրիական հակամարտությունը յուրօրինակ փորձություն էր մի կողմից Հայաստանի Հանրապետության կողմից ճկուն եւ սկզբունքային քաղաքականություն մշակելու տեսանկյունից, մյուս կողմից էլ սիրիացի ժողովրդին եւ բնականաբար առաջին հերթին մեր հայրենակիցներին օգնելու տեսանկյունից։ Խոսելով Հայաստանի Հանրապետության մերձավորարևելյան քաղաքականության մյուս ուղղությունների մասին, պետք է առանձնացնել նաև Պարսից ծոցի շրջանը։ Վերջին շրջանում բավական ակտիվ ջանքեր են գործադրվում Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցությունը նոր, առավել գործնական մակարդակ տեղափոխելու ուղղությամբ։ Ինչպես գիտեք, նախորդ տարի կայացավ Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ուշադրության կենտրոնում էր հատկապես առևտրատնտեսական կապերի խորացումը։ Ծոցի երկրների հետ համագործակցության խորացման գործընթացը սկսվել է դեռևս 2009 թվականից, երբ կայացավ Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Քուվեյթ։ Այս ուղղությունը զարգացման իրականում բավական հեռանկարային է, հաշվի առնելով այս երկրների զգալի մասի ունեցած ռեսուրսները եւ այն հանգամանքը, որ նրանց արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է նաեւ կապիտալի արտահանումը։ Հետեւաբար այս երկրների հետ համագործակցությունը բավական հեռանկարային է, հատկապես համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հարցում։
Վերադառնալով Սիրիայում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, պետք է նշել, որ վերջին շրջանում գործընթացները ընթանում էին հիմնականում Աստանայում տեղի ունեցող բանակցությունների շուրջ։ Սիրիական կառավարության եւ ընդդիմության պատվիրակության միջև կայացած բանակցությունները բեկումնային գնահատել իհարկե չի կարելի, չնայած միջնորդ երկրների Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի գործադրած ջանքերին եւ նրանց կողմից ներկայացվող արդյունքներին, բայց միևնույն ժամանակ չի կարելի անտեսել նաեւ գործընթացի կարեւորությունը հակամարտությունը կարգավորման քաղաքական դաշտ տեղափոխելու տեսանկյունից։ Երբ ասում ենք գործընթացը բեկումնային չի կարելի անվանել, պետք է նշել նաև հիմնական ձախողումների մասին գործընթացի։ Ձախողումների մասին խոսելիս առնվազն մի քանի հանգամանք պետք է առանձնացնել։ Նախ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան նախապատրաստական փուլում բանակցությունների շեշտում էին այն հանգամանքը, որ սիրիական հակամարտության 6 տարիների ընթացքում իրենց առաջին անգամ հաջողվելու է կողմերի միջև ուղղակի բանակցություններ անցկացնել, բայց ինչպես տեսանք, ուղղակի բանակցություններ անցկացնել այդպես էլ չհաջողվեց, կողմերին իհարկե հաջողվեց նստեցնել մեկ սեղանի շուրջ, բայց ուղղակի բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Երկրորդ նախատեսում էր գործընթացի արդյունքում ունենալ համատեղ փաստաթուղթ, որին կմիանան նաև սիրիական կառավարությունն ու ընդդիմությունը, բայց սա եւս չհաջողվեց։ Երրորդ մենք տեսանք, որ այս բանակցությունների արդյունքում հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ կամ որևէ գործողությունների ծրագիր այդպես էլ մշակել չհաջողվեց։ Կողմերի միջև տարաձայնությունների պատճառով անգամ հնարավոր չեղավ անցում կատարել քաղաքական խնդիրների քննարկման։ Նրանք բավարարվեցին միայն զինադադարի պահպանմանը վերաբերող խնդիրների քննարկման։ Եվ իհարկե Աստանայի բանակցությունների մասին խոսելիս պետք է նշենք թերևս միջնորդների գլխավոր ձախողման մասին։ Նրանք չկարողացան բանակցություններին միջազգային բնույթ հաղորդել եւ հակազդել արևմտյան դեմարշին։ Մենք տեսանք, որ Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, առանձին եվրոպական երկրներ այդպես էլ հրաժարվեցին մասնակցել Աստանայի բանակցություններին, բավարարվեցին միայն դիտորդի կարգավիճակով ներկա գտնվելով։ Իրականում արևմուտքի դեմարշը բավական լուրջ հարված է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի դիրքերին, իրենց հակամարտության կարգավորման իրենց նախաձեռնությունը լեգիտիմացնելու տեսանկյունից, որտեղ հասկանում ենք, որ այս երկրների արևմտյան երկրների ներկայությունը Աստանայի բանակցություններին կնշանակեր միջնորդ երկրների հաղթանակ, նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնելու տեսանկյունից։ Այսօր արդեն ակնհայտ է, որ այս երեք երկրները, մասնավոր Ռուսաստանը, Աստանայի գործընթացը շարունակելու նպատակ ունեն, կամ առնվազն մտադիր են ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ կամ դրան հավասար որևէ հարթակ ստեղծել։ Մոսկվան փորձելու է համոզել, որ սա ամենալավ ձևաչափն է, որտեղ ներկայացված են թե սիրիական ուժերը, թե տարածաշրջանային խաղացողները, եւ չկան արտաքին բացասական ուժեր, այսպես ասած։ Իհարկե անառարկելի է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ բազմաթիվ հակասություններ կան Սիրիայում, բայց այսօր նրանց հաջողվել է ստանձնել սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը եւ նրանք դժվար թե այնուզիչ է։ Առավել ևս, որ նրանց միավորող գլխավոր գործոնն այս պահին նախաձեռնությունը արտաքին ուժերին չզիջելու մեջ է, այսինքն արտաքին ուժ ասելով այս պահին այս երեք երկրները հասկանում են իհարկե Միացյալ Նահանգները։ Սա իհարկե դեռևս չի նշանակում, թե ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունը Սիրիայում սպառված է։ ԱՄՆ նորընտիր նախագահը, ինչպես գիտեք, չի բացառում իսլամական պետության դեմ համատեղ պայքարի հնարավորությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն էլ իր հերթին չի բացառում, որ Միացյալ Նահանգները որոշակի զարգացումների արդյունքում կարող է դառնալ երաշխավոր Սիրիայում զինադադարի։ Ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունը Սիրիայում բավական անհանգստացնող է հատկապես Թուրքիայի համար, քանի որ ինչպես գիտեք, ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարեց Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու իր մտադրության մասին եւ տեսակետ կա, որ անվտանգության գոտիները կարող են ենթադրել նաեւ քրդերի համար առանձին անվտանգության գոտի, ինչը բնականաբար չի բխելու Թուրքիայի շահերից։ Եվ նույն կերպ գիտեք նաև, որ Աստանայում Ռուսաստանը ներկայացրեց Սիրիայի սահմանադրության սեփական նախագիծը։ Նախագծի տեքստը իհարկե դեռևս բաց չէ, բայց ենթադրություններ կան, որ այն նախատեսում է, որ Սիրիան պետք է դառնա ֆեդերատիվ հանրապետություն եւ քրդերը ինքնավարություն ստանալու հնարավորություն են ստանալու, ինչը եւս էականորեն թույլատնելու է Թուրքիայի դիրքերը։